Anjami
Ինչպես ծորված մի վար մտահոգված այդ պահին ինձ Այո, նա որ ոչ մի բան դրա հետ համեմատելի չէ, ոչ մի գանձ, ոչ մի աշխարհիկ ասես բարձրություն, ոչ մի արժեք, ոչ մի հանճար, ոչինչ նրա հետ համեմատելի չի, բայց ասում է, երբ որ նա մարդ դարձավ, ընտրավ, որ մեր փոխարեն մեռնի։ Եվ այդ ժամանակ, որ այդ աշխարհը խաչի վրա իր կյանքն էր տալիս, իրականության մեջ չէր մտածում իր մասին, չէր մտածում այն տանջանքի մասին, որ ինքն է կրում, այլ մտածում էր, որ իր գործով ինչքան միլիոնավոր մարդիկ կփրկվեն։ Եվ ուրեմն հոժար կամքով իր կյանքը տվավ, մտածելով մեզ համար, ինձ և քո համար, սիրելիս։ Այո, դրա համար է, որ նա արժանի է, որ առնի ամեն փառք, դրա համար է, որ մենք դրան փառաբանում ենք, դրա համար է, որ նա արժանի է, որ տանք մեր ամենալավագույնը, մեր սրտի երգերը, փառաբանությունները և մեր կյանքը, ամենակարևոր բանը, որ ունենք մեր կյանքն է, դրանից ավելի բարձր բան ունենք, դրա համար մենք կյանքերն ենք նվիրում Տերոջը, հալելույա։ Արարի վիճ երկնքի, երկիրն արարեցի, ամենագեղեցիկն ինձանում, իրականացրի, հրեշտակներն էլ երգում են, թե դու ինձ ինչ տվիր, սերդ որ երբեք վերջ չունի, կեսնում է Տեր ամբողջանում աղոթքս, բառերն այն, որ իմ սիրտն է ասում քեզ, քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Տեր, կեսնում է Տեր ամբողջանում աղոթքս, բառերն այն, որ իմ սիրտն է ասում քեզ, քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Տեր։ Արարիչ երկնքի, երկիրն արարեցի, հայացքդ խաբանեց ողուց գիշերը, ինչ ես քեզ եմ դարձել, սիրում եմ քեզ իմ Տեր, քեզ է ուղղված իմ սրտի երգը, կեսնում է Տեր ամբողջանում աղոթքս, բառերն այն, որ իմ սիրտն է ասում քեզ, քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Տեր, կեսնում է Տեր ամբողջանում աղոթքս, բառերն այն, որ իմ սիրտն է ասում քեզ, քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Տեր, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Տեր, ակնածանքով խոնարհվում եմ քեզ Հալելույա, հալելույա, թույլ տվեք, քանի վայրկյաններ աղոթքի մեջ մեր սրտի խոսքերն ասենք, ով Տեր, բերում ենք քեզ
Մեր ամբողջ սիրտը բացում ենք քո ներկայության մեջ։ Մեր սիրտը թափում ենք քո ներկայության մեջ։ Մեր ամբողջ առաջանքը, մեր կարիքները, այն խոսքերը, որ ոչ շոգու չենք ասի, բացի քեզ։ Հալելույա, մեր Աստվածը մեծ եւ փառավոր է։ Հալելույա։ Կուզեմ տեսնել Հիսուս վարչացած, որպես մի դրոշ այս
բոլորիդ վկայում եմ, որ ձեր կյանքում առաջնորդվեք իմ Հիսուսով, երջանկությունը տիրում է, ահավությունը իշխում է, անվերջ սիրով ես սպասում եմ իմ Հիսուսին, երկնքի մեջ սուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու արսանիքին, մեր Փրկին Տեր Հիսուսին, երկնքի մեջ սուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու արսանիքին, մեր Փրկին Տեր Հիսուսին, երկնքի մեջ սուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու արսանիքին, մեր Գալով այսօրվա համար ամեն իշխանությունից վեր կամ բարձր Տեր Հիսուսը համբարձումին համբարձվեց Աստծո աջ ձեռքը ամեն իշխանությունից բարձր Եվ պետք է ավելի տեսնենք համբարձումի խորհուրդը վերհիշենք եւ նայենք Տերոջ խոսքից մի մաս այո թողեք ոտքի կայնենք Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով Երբ նրան հարություն տվեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմ երկնքումը ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից եւ հնարավոր բոլոր անուններից բարձր ոչ միայն այս այլ հանդերձյալ աշխարհում ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ եւ նրան որ ամեն ինչից վեր էր կանգնեցրեց գլուխ եկեղեցու որ նրա մարմինն է ասма Պողոս Արաքյալն ավելի գրում է այն զորությունը, որ Քրիստոսին մեռելներից հարություն էր արի մեզանում գործում է եւ նույն զորությունը Հիսուսին հարություն տվավ, համբարձեց Աստծո աջ ձեռքը նստեցրեց։ Եվ ամեն տերություն, պետություն, կազմակերպություն, այսինքն երկնքում այդպեսի կազմակերպություն կա։ Դրանից ամենավեր բարձր անուն Հիսուս անուն տվավ, որ այդ անունով պետք է ամեն տուն իր ներկայությամբ ծալվի։ Ուրեմն Պողոս Արաքյալի Եփեսացիս թուղթում գրում է. Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմ երկնքում։ Հիսուս Տեր երբ որ համբարձվեց, գնաց երկինք, Հայր Աստծո աջ ձեռքը նստեց։ Աջ ձեռքը, այսինքն զորության ներսը նստեց։ Իշխանության, ամեն իշխանությունից, ամեն տերությունից, պետությունից վեր Երկնքում Աստծո աջ ձեռքը նստեց։ Երբ որ մենք կարդում ենք Գործկարաքելոց գրքում, ընդդեմ տեսնում ենք, որ Տեր Հիսուսը մոտ 500 հոգի իրան ուղեկցան, գնաց Ձիթենիաց լեռը եւ ընդեղած վեր բարձրացավ, երբ որ նրանք ապշած նայում էին դեպի երկինք, որ Հիսուսը գնում էր երկինք, ասում մի ամպ եկավ եւ Հիսուսին նրանց աչքի առաջից ծածկեց եւ նա գնաց երկինք։ Հիմա շատ տեղերում, երբ որ մատ ասած բան են տալի երկնքում, բաներ ագրվում, այդ ժամանակ Հիսուս երկինք գնաց, կարող էր մատ բաներ գրվեր, որ հենց այդպեսի որ Հիսուսը երկինք գնաց, նույնությունով գվերադառնա։ Բայց նայելով, որ այն ժամանակ շատ բաների հարմարություններ բանը չկար, ինչ էր, մատ հրեշտակ հայտնվավ, ասավ ով գալիլեացի մարդիկ, ով ժողովուրդ, դուք որ այսպեսի նայում եք, որ Հիսուս երկինք է գնացել, ինչ եք այդպես նայում, այդպես որ գնացել է հետ կգա։ Եվ այդպեսով այդ պատկան, որ Տերը նրանց տվել էր, ասում գնացեք եւ ամեն տեղ ավետարանը քարոզեք։ Այլևս բաներ գրելու կարիք չէր, այլ Աստծո հրեշտակը կայնեց այդ մեծ ճշմարտությունը հայտարարեց, որ նա որ այդպես երկինք է գնացել, նույն փառքով էլ կվերադառնա։ Եվ համբարձումի մոտ կարևորագույն հետևանք դա է, որ Տերը փառքով գնացել է եւ փառքով էլ կվերադառնա։ Եվ այս մեծ իրականությունն է, որ մեր կյանքի եւ հավատքի ասած ուղղությունն է։ Մենք երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, Սաղմոս 68-ում
դում նախագուշակվել է։ Ինչպես Աստծո խոսքը Տեր Հիսուսի կյանքի մանրամաս խնդիրները նախագուշակել է, նրա համբարձումի մասին էլ գրված է, որ նա վեր կբարձրանա Աստծո աջ ձեռքում եւ գերիությունը գերի կտանե եւ մարդկանց կտա նվերներ, պարգևներ եւ տարբեր ժողովրդից փրկության միջոց կդառնա նրանց համար, որ երկնքի համար մեծ ամբողջ պատրաստ է։ Ուրեմն Դեռ տեսնում ենք, որ Տեր Հիսուսի համբարձումի մասին էլ Տերոջ խոսքը ասվել է։ Բայց ինք տակարան, որ նայում եք նմուշաձև էլ այդպեսի եղել է։ Ենովքը մոտ ասում 300 տարի Աստծո հետ ապրեց նախ Նոյան օրերը եւ ասում է վեր բարձրացավ։ Երկինք գնաց։ Օ ինչ հրաշալի էր։ Դրանից հետո տեսնում ենք, որ Եղիա մարգարեի մասին նման մի բան պատահեց։ Եղիան մեծ մարգարե մեկն էր, հրաշագործ մեկ ծառայող էր, մարգարե էր, ժամ եկավ, որ Եղիսեին ընտրեց իր տեղը եւ արդեն պատրաստում էր երկինք երթալու համար, Սուրբ Հոգին հայտնություն էր տվել Եղիսեին եւ այն ժամանակվա եղած մարգարեներին, որ Եղիան պետք է ապշտակվի։ Եվ Եղիսեն քայլ առ քայլ Եղիային հետևում էր, որ այս քաղաքից մյուս քաղաք էր երթում եւ այդպեսով փորձվում էր Եղիսեն, արդյոք ամեն տեղ կպած Եղիային գնազանդե ու գհետևեն նրան թե ոչ, Եղիսեն այդ իմանալով, որ Եղիան պետք է ապշտակվի, նրան կպած ձեր չէր քաշում։ Եվ երբ որ հասավ մի տեղ, Եղիան ասավ, որ օքեյ, ես երկինք եմ երթալու, ինչ կուզես, քո խնդրվածքը տասա, որ քեզ համար լինի։ Եղիսեն ասա քո կրկնապատիկ հոգիդ գա ինձ վրա։ Այսինքն այդ որ դու կաս, ես երկպատիկն ելնեմ։ Ինչ կարողություն որ դու ունես, ես երկպատիկն ելնեմ։ Օ ինչ հրաշալի բան էր։ Եղիան ասա մեծ հավատքի քայլ ես վերցրե։ Եթե ես վեր առնվելու ժամանակ ինձի տեսար, այդ բանը քեզ համար կպատահե։ Եվ ասում է, երբ որ այդպեսով երթում էին կրակոտ հրեղեն կարգերը եկան եւ Եղիային վերցրան եւ վեր բարձացավ երկինք։ Եվ արդեն այդ երթալու ժամանակ Եղիսեն այդ տեսարանը տեսավ եւ աղաղակելով ասում էր ով իմ հայր, ով Եղիա։ Եվ ասում է որ նրա շորն ընկավցած վերցրավ այդ շորը խփավ որդանանը, պատրեց, ճեղքեց, հետ գնացին հետ եկավ։ Այսինքն Տերոջ հոգին եկավ իր վրա։ Հիմա մենք էլ երբ որ տեսնում ենք, որ Տեր Հիսուսը համբարձվել է, որ հավատքով այդ տեսնում ենք, այդ հոգին գալիս է մեզ վրա։ Տեր Հիսուսն ասավ, ես գնում եմ, որ Սուրբ Հոգին կուղարկեմ ձեզ վրա։ Հիմա մենք այդ տեսնելու չափով, մեր հավատքի չափով կարող ենք վերցնենք Աստծո հոգին եւ Սուրբ Հոգու իշխանությունը, որ գա մեր կյանքում եւ այդպեսով մենք էլ գործածվենք իր փառքի համար։ Այն ժամանակ, որ Տեր Հիսուսը մարմնում էր, Գալիլեա էր, Հրեաստան էր, սահմանափակ տեղեր էր։ Մարդիկ պետք է քաղաքից քաղաք գնային, եթե մետեղ Հիսուսին հանդիպեին։ Բայց երբ որ նա համբարձվեց, Աստծո աջ ձեռքը նստավ, Տեր եղավ ամբողջ տիեզերքի վրա։ Եվ նա ձեռնահասություն ունի ամեն տեղ։ Ճիշտ մատ օվկիանոսի նման է, որ միլիոնավոր մարդիկ կարող են այդ օվկիանոսի ափում հանգստանան եւ այդ ձևով օվկիանոսի հատկությունները վայելեն։ Եվ Տեր Հիսուս այդ իր համբարձումով այդ օվկիանոսանման կացություն ունի, որ ամբողջ աշխարհը արդեն ձեռնահասություն ունի իրան։ Ամեն մարդիկ, ով որ որտեղ որ կա, ով որ անկեղծ ու ճշմարիտ է, որ ազգից, որ լեզվից, միջև ասած սխալ ու սուտ կրոններից, երբ որ անկեղծությունով մոտենում են նրան, նրա լույսը գալիս է, նրա շնորհքը գալիս է, նրա ողորմությունը ներկայությունը գալիս է եւ նրանց այցելում է եւ նրանց բաժին է դառնում։ Երբ որ մենք նայում ենք համբարձումին, ուրեմն տեսնում ենք, որ Տեր Հիսուսը իր մարդկային սահմանափակությունները թողելով աստվածային փառքի ու այն առաջվա փառքը, որ հոր մոտ ուներ, այդ փառքին վերադարձավ։ Եվ այդ ձեռնասություն իմ ամենի համար կա, որ ամեն տեղ մարդիկ կարող են հավատքով աղոթեն եւ նրանից շնորհք ու փառք ու ողորմություն գտնեն։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք համբարձումին, համարյա Տեր Հիսուսի կյանքի ամեն մասերը մեր բաժինն է։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ Հիսուս մեռավ, այսինքն մենք էլ մեռանք։ Երբ որ Հիսուս հարություն առավ, մենք էլ հարություն առանք։ Երբ որ Հիսուս խաչվեց, մենք էլ խաչվեցինք։
Այսինքն Հիսուսը մատ մարմնի գլուխ է, որ այդ մարմինը եկեղեցին է։ Կարծես մենք ամենից միացած Հիսուսի հետ այդ նոր ստեղծագործությունն ենք կազմում, որ անցել ենք մահից, անցել ենք գերեզմանից, հասել ենք հարությանը եւ դեպի համբարձում ենք այդում, որ հավիտենական փառքը վայելենք։ Հիմա դրա համար Պողոս առաքյալը Հռոմեացիս 6-րդ գլուխում ասում է նրա հետ մեռանք, նրա հետ թաղվեցինք եւ նրա հարությանը միացանք։ Ես մի փոք Մարիամի մասին եմ կարդում, Հիսուսի մայր Մարիամը, տեսնում եմ, որ այս անձնավորությունը ինչպես է նվիրված մեկն էր։ Մատ երիտասարդ աղջիկ էր, նշանված էր եւ հանգարցը գիրեշտակը հայտնվավ, ասավ դու օրհնյալ ես կանանց մեջ եւ քո արքանդի երեխան օրհնյալ կլինի։ Մարիամը շփոթված ասավ ես ամուսնացած չեմ, ինչպես կարելի է եւ ասավ Սուրբ Հոգին գա քո վրա եւ զավակ կունենաս։ Մարիամը ասում է հնազանդ եմ, Տերոջ կամքը ինչ որ կա, այդ ընդունում եմ։ Կարեք մտածեք մատ երիտասարդ աղջիկ եւ մատ ապակայի դիմաց է կայնում, որ չգիտե ինչ կլինի։ Բայց հնազանդում է եւ նվիրվում է Աստծուն եւ պատրաստ է ամեն գին վճարել, որպեսզի Աստված փառավորվի։ Կարճ ժամանակից որ անցավ, երբ որ Հովսեփը լսած իր հղիության մասին, ասում մտածում էր ծածուկում Մարիամին թողնե, որպեսզի չխայտարակե ուրիշների մոտ։ Այսինքն առաջի հարվածը։ Եվ այդ խնդիրները շարունակվում էր Մարիամի կյանքում։ Երբ որ Հիսուս փոքրիկ մանուկը ծնվել էր, գնացին տաճարը, Սիմոնն ինչ մարգարություն արավ, ասավ այս երեխան շատերի ընկնելու եւ վերկանալու պատճառը կլինի։ Այսինքն շատերը հավատալով կփրկվեն եւ շատերը ապստամբելով կործանումի կհանձնվեն։ Բայց Մարիամ, քո սրտից մեծ սուր կանցնե։ Այդ ռոմական պատմությունները տեսել եք, չէ՞, զինվորներ կռվում են, սուրը դիմացին խփում է մեկի սրտիներ սա։ Իշքան ցավով մահ է։ Մարիամը ամբողջապես նվիրված Հիսուսին գնում էր, երբ որ Տեր Հիսուս 12 տարեկան էր, նրան տաճար էին տարի, երբ որ այդ տաճարի ներսը Մարիամ ցավ Հիսուս չկա, հետևում էին, գնացին տաճարում գտան, ասա զավակ, որտե իր, ասա միտը չգիտես, ես իմ հոր տունը պետք է լինեմ։ Այսինքն Մարիամի համար հետո ասում Մարիամ այդ խոսքը իր սրտում պահում էր, իմ հոր տունը պետք է լինեմ, այսինքն ինչ։ Մարիամը հետևում էր Հիսուսի ամբողջ մանրամաս արտահայտություններին, խոսքերին, նրա աճումին։ Առաջի հարսանյա ցանդես որ գնացին, Մարիամի հրաշալի հավատքն ենք տեսնում։ Հիսուսին ասավ գինի չկա։ Հետո գործավորներին ասավ ինչ որ Հիսուսն ասում է արեք։ Այսինքն պարզորեն ինքը գիտեր Հիսուսը Աստծո զավակ է եւ կարող է նա հրաշալի գործեր անել։ Եվ կարող է ջուրը գինի դարձնել։ Հրաշալի ինչի է սկինը, ընդուներա դժվարություններ, ընդուներա նեղություններ, արդեն ասարամ այդտեղ Հիսուսը գործը սկսել է, ինքը իր առաջի հետևորդներից է։ Տարբեր տեղեր Հիսուսի մոտ կա։ Այնքան Հիսուսին հետևում էր, որ շատերը ծաղրելով, ասում տղա մամետ եկեր հետևից այդ գնատուն այդ գործը իրանան ծաղրում էին։ Այսինքն Մարիամ այդպեսի նվիրված էր Հիսուսին եւ տեսնում էր նրա աստվածային բնությունը։ Եվ երբ որ շարունակ տեսնում ենք խաչի ոտքը ամենատանջալի մասն էր, որ Մարիամը այնտեղ էր եւ տեսնում էր, որ Հիսուսը իր սիրած զավակը խաչի վրա է գնում։ Եվ այդտեղ է որ ասեմ Պողոս առաքյալի խոսք, որ ասում է մենք նրա հետ մեռանք, Մարիամ Հիսուսի հետ համարյա թե մեռնում էր։ Այսինքն ինք խաչի վրա էր ավելի հանգիստ էր, քան թե խաչի ոտքը եւ տեսներ, որ Հիսուսին սուրով խփում է։ Իր համար այդքան ցավալի էր։ Այնքան ցավալի էր այդ պահը, որ արդեն Հիսուսը Հովանեսին ակնարկում է, որ մայր քո տղատ եւ Հովանեսին ասում է ահա քո մայրը, իրան տար։ Մեկ երբ մի տոմն ասում է Հովանեսը արդեն նրան ուղեկցեց, որ խաչի ոտքից հեռացնի։ Որ այդ ցավալի անտանելի այդ կացությունները ստեղծվե։ Եվ այդ ձևով ճիշտ մենք էլ Հիսուսի հետ նրանում միացած հավատքով նրա հետ մեռնում ենք։
այդ ամեն ցավերը ճիշտ կարծես մենք էլ մասնակցում ենք, եկեղեցին միացած Քրիստոսին, նրա հետ խաչվում է, նրա հետ մեռնում է եւ նրա հետ հարություն առնում։ Եվ դրա համար Պողոս առաքյալ գրում է, որ նա մեզ համար մեռավ, որ մենք էլ մեզ համար ապրելուց մեռնելով ապրենք միայն նրա համար, որ մեզ համար մեռավ եւ սաղացավ։ Եվ այդ ձևով եկեղեցու կացությունը սա է, որ տեսնում է ինքը իր ինքնությունը Քրիստոսում է։ Գիտեք, Տեր Հիսուսը, որ համբարձվել է, երկինք է բարձրացել, մի օր նույն բանը իմ ու քեզ համար կպատահի։ Ասամ, նրա մահովը միացել ենք, նրա հետ թաղվել ենք եւ նրա հետ հարություն ենք արել, այսինքն մենք հավատքով այդ միությունը Հիսուսի հետ ընդունում ենք։ Բայց մի օր էլ պետք է նրա համբարձումով նրա հետ միանանք։ Ինչպեսի այն ժամանակ, որ հափշտակությունը գալիս է։ Նա ամպերում է մեծ հավիտենական մարմին առել, այդ մարմինները մեզ համար պատրաստել է, մի հատ մարմին, որ անմահություն ունի, մի հատ մարմին, որ չի հիվանդանում, մի հատ մարմին, որ պատից տուներից անցնում է եւ անսահման կացությունների կարող անցնե։ Մենք այդ փառավոր մարմինը կունենանք։ Հալելույա։ Ուրախ չեք դրա համար, այդ Տերոջ նվերն է, Տերոջ Հիսուս Քրիստոսի գործն է, նա խաչի վրա մեծ գործ արավ, մեղքերի թողություն պատրաստեց եւ նորը ստեղծագործություն պատրաստեց, այդ նորը ստեղծագործությունը միայն հավատքով Հիսուս Քրիստոս Տերոջ միջոցով է, որ մարդկանց տրվում է։ Եվ ուրիշ ելք ու ճանապարհի չկա, բացի է, որ նվիրվել Հիսուսին, հավատալ Հիսուսին, հանձնվել Հիսուսին, Հիսուսի հետ ապրել եւ այդ նորը ստեղծագործությունն է, որ հավիտենականությունը գժարանք է։ Ինչ որ հինություն է, Հիսուսի ձեռու է։ Եվ դրա համար մենք, որ այդ խոսքը լսում ենք, նվիրվում ենք այդ նոր ստեղծագործության, Աստծո ծրագրին, Աստծո մտքին, այդ պլանը, այդ ծրագիրը, որ Տերը ամբողջ մարդկության համար ունի, նվիրվում ենք այդ ճշմարտությանը եւ ապրում ենք այդ շնորհքով։ Եվ մի օր գգա մատ երկ շատ սիրուն երկ է, ասում է, այդպես օրերում մի օր շատ մոտիկ, որ Հիսուսը գգա, մենք նրան կտեսնենք, ամպերով նրան գանտիպենք ամպերում եւ նրան կփառավորենք։ Այն ժամանակ մենք որ կենթանի ենք, այդ հավիտենական մարմիններ կառնենք, նրանք որ ննջեր են, նրանց գերեզմանները մեզանից շուտ բացվի, նախ որ մենք երկինք բարձրանանք, նրանք բարձրանան եւ մենք էլ նրանց հետ կմիանանք, հավիտենական մարմին կառնենք եւ Հիսուսին կդիմավորենք։ Հալելույա։ Այդ համբարձումի ասի խորհուրդը մեզ համար էլ կկատարվի, կիրականանա։ Մենք էլ մի օր կամբարձվենք։ Եվ իսկապես այդ փառավոր ծրագիրն ու պատրաստությունն է, որ Տերը մեզ համար պատրաստել է, որ մենք կարող ենք իր փառքը եւ իր ներկայությունը վայելենք։ Դա մեր բաժինն է, որ Տերը այդպեսի մեզ համար պատրաստել է։ Եվ իսկապես նա փառավոր Տեր է, իր ամբողջ մտածմունքը, իր ամբողջ ծրագիրը, մենք այն անգամ որոմների առակը տեսանք, լաբոբա տես աշխարհում իրար կողքի կա, մինչև այն օրը, որ Տերը կգա, արդարներին եւ մեղավորներին կջոգե եւ արդարները հավիտյան իր ներկայության իր փառքը կվայելեն։ Ստեփանոսը երբ որ քարոզում էր, նա ամբողջ Իսրայելի պատմությունը ներկայացրավ հրյա ժողովրդին, երբ որ ավետարան էր քարոզում, եւ հասավ այս եզրակացությանը, որ հրյաները տեսան Աստծո ծրագիրը, բայց գիտակցաբար հակառակեցին այդ ծրագրին։ Եկեղեցին զանազանում է Աստծո ծրագիրը եւ նվիրվում այդ ծրագրին։ Տեսեք, մենք այս ավետարանը քարոզում ենք, այս խոսքը քարոզում ենք, այս պատկամը քարոզում ենք, շատերը մերժում են, շատերի համար անհասկանալի է, ծաղրելի է, ոմանք գիտակցաբար եւ ոմանք սատանայի դրդումով կույրացել են, չեն կարողանում ճշմարտությունը տեսնել։ Բայց եկեղեցին նվիրվելով Հիսուսին ավելի լուսավորվում է, ավելի հավատքով պարզ տեսնում է, որ այս խոսքը ճշմարտություն է, որ Տերը փառքով կգա եւ մենք պետք է իր հետ ելնենք։
Ստեփանոսը որ քարոզում էր, իր խոսքի ճշմարտությունը, իմաստությունը այնց բարձ ու հստակ էր, որ հрьяաների ղեկավարներն ու տարբեր խմբերից ու կազմերից որտեղ կային, գիտակցաբար Ստեփանոսի հետ հակառակում էին։ Եվ իր իմաստալից խոսքերը, որ ճշմարտությունը բացում էր, հայլի նման իրանց առաջը հայտնում էր ճշմարտությունը, նրանք մերժելով էտիկ քարեր վերցրան, որ իրանք քարկոծեն։ Եվ այդ ժամանակ ասում է նայավ Ստեփանոսի երկնքում, տեսավ Հիսուսին Աստծո այդ ձեռքում կայնած էր այս անգամ։ Միշտ Սուրբ Գիրքը տարբեր տեղեր ավետարանում Մարկոս ավետարանի վերջում գրում է, նա վեր բարձրացավ Աստծո այդ ձեռքում նստեց։ Եբրայեցիս թուղթում նույնն ասում, տարբեր ուրիշ տեղերում նույնն է շեշտում, բայց այդտեղում ասում է Ստեփանոսը տեսավ Հիսուսը Աստծո ձեռքում կայնած էր, որտեղ դիմավորում էր Ստեփանոսին իր հավատքի ու նվիրումի ու նահատակության հարկանքին ոտքի էր կայնե, նրան դիմավորում էր երկնքում։ Աշխարհը իմանում եք շատ ժամանակ ճշմարտության հետևից չի, ստության հետևից է։ Մենք նայում ենք Սուրբ Գրքում, այս ճշմարտությունը պարզ հայտնի է։ Տեսեք Հիսուսը մի հատ խոսք ասավ։ Ասավ, փարիսեցիները մտածում են, որ այս այգին տիրանալու համար պետք է ջարանքն է, ջարանքին սպանենք, այգին տերը կդառնանք։ Այսինքն նրանք գիտակցաբար Հիսուսին մերժում էին։ Հիսուսի խոսքը ճիշտ էր։ Այսինքն չէին սխալվում, չէին սխալ զանազանում։ Ճիշտ էին զանազանում, ասում են սա Աստծո որդի է, բայց որտեվ իրանց եսը, իրանց հպարտությունը, իրանց նախանձը, իրանց կյանքի պայմանները ձեռից չտան, Հիսուսի հետ հակառակում էին։ Եվ Հիսուսն ասավ, դրանք որ գիտակցաբար սպանեցիք այդ ժառանգին, բայց երբ որ այգու տերը գա ինչ կանե, ձեր ամենի կորուստի կմատնե։ Երբ որ մենք նայում ենք Հիսուսի հարությունից հետո Մատթեոս ավետարան գրում է ինչ, ասում է այդ պահապանները, երբ որ այդ ռեշտակ հայտնվավ ու երկրաշարժ եղավ ու գերեզմանը բացվեց ու Հիսուս անհայտացավ, դրանք վստահ վեր կացան, մա տստուկեցին, ասեն գերեզմանը բաց է, Հիսուս անհայտացավ ու գնացին հрьяաների առաջնորդների լուր տվան։ Եթե նրանք ճշմարտության ծառավելն էին, հետաքրքրված կգային տեսեն ինչ անց է։ Բայց առաջի բանը, որ մտածան ինչ է, դրանց կաշառելով այդ խոսքը չտարածվի մետեղ։ Այսինքն Հիսուս Տերը մի բան ասավ։ Ասավ աշխարհը խավարը սիրում է։ Աշխարհը խավարը սիրում է։ Եթե աշխարհը ձեզ ատում է, ձեզանից առաջին ձեզ ատել։ Որտեղ ես լույսին եմ վկայում, լույսը նրանց գործերը հայտնաբերում է եւ նրանք լույսից փախնում են։ Ճիշտ գողը չի ուզում գա մետեղ որ լույս է, խավարում, ծածուկում իր գողությունն անում։ Եվ այդ ձևով աշխարհ խավարի ներսն է։ Եվ այսօր եթե դուք խնդիրներ նայեք, որտեղ որ մի գիտնական մի խոսք առաջ գա, մի 1000-ից 1 մասը, եթե 1 մաս ճշմարտությունը ունենա որ չունի, եթե մի խոսք խոսա որ Սուրբ Գրքի հակառակ է, հազարավոր մարդիկ դրամ գտնեն, փող գտնեն, շահ գտնեն, ռիսերչներ կանեն, որպեսզի էդիկ ասեն highlight այն ասա, էսա, մարդը կապիկից է, մարդը ամեն ինչը evolution-ա, ստեղծագործություն չկա, ինչ որ Աստծո փլանի հակառակ է լինի, ինչ որ Աստծո խոսքի հակառակ է լինի, հազարավոր մարդիկ պատրաստ են իրաց դրամը դնեն, շահեր դնեն, միջոցները ստեղծեն, ռիսերչներն անեն, որպեսզի էդիկ highlight այլով ասեն սա է ճշտությունը, որտեղ նրանք ուղղակիորեն խավարի ներսն են եւ չեն ուզում լույսը մեջտեղ գա եւ ճշմարտության հետևից չէ։ Եվ դրա համար Տերոջ խոսքը շատ պարզ էր։ Ասում ճշմարտությունը կճանաչեք, ճշմարտությունը ձեզ կազատե։ Եվ երբ որ փարիսեցիները տարբեր պատճառներով աշխատում էին Հիսուսին քննադատեն, Հիսուսը պարզորեն իր գործերը հայտնի էր 5 տակարանում ասում է որ Մեսայան գա, Քրիստոսը գա, կաղերը կքայլեն, կույրերը կտեսնեն եւ աղքատային ավետարան կքարոզվի։ Նրանք տեսնում են այդ ամենը եւ Հիսուսը ինչ ասավ։ Հովհաննեսի աշակերտները ասավ գնացեք ասեք Հովհաննես մգրտչին, որ այս ամենը լինում է բորոտները
մաքրվում են, մեռելներն են հարություն առնում, այսինքն այդ որ ասվելա մեր բան ավելա կատարվում, ուրեմն Մեսայան ձեր մեջ է։ Այն ժամանակ որ Տեր Հիսուսը մատ բորոտի մաքրում էր, գնացեք քահանային հայտնեք, որ այն քահանան տեսնի որ Մեսայան եկել է, հավատան, որ Մեսայան եկել է։ Եվ նրանք այդ ամենը տեսնելով հանդերձ իրանց աչքերը կողպում էին ճշմարտության վրա։ Այսօր էլ աշխարհը իսկապես հետաքրքրված չի ճշմարտությունով։ Եվ դրա համար ինչ որ ստության հետ խնդիր է, highlight անում, մեծառում է, վազում է դրա հետևից եւ այդ ձևով դրան է ընդունում, որտեղ այդ իր սրտին մոտիկ է, այդ իր ուզածին մոտիկ է, այդ իր չար նպատակների մոտիկ է, որտեղ այդ իր թերություններն ու մեղքերը ավելի ծածկում է եւ Երևան չի բերում։ Բայց եկեղեցին նվիրվելով իր Տերոջը գիտե ճշմարտությունն ինչ է։ Գիտեք եկեղեցու բնույթն ինչ է, Հիսուսի նման է։ Եկեղեցու բնույթը չի ծաղրում ուրիշներին։ Ուրիշ սուտ կրոնները սուր են վերցնում, ջարդում են, այսօր մատ տեսեք իսլամ աշխարհը ինչ անում։ Ծեծելով մարդկանց կանանց ստիպում են ծածկոցներ գցեք, օղի մի խմեք էս արեք, ամեն ինչը ուժով, ամեն ինչը ծեծելով։ Բայց եկեղեցին ու քրիստոնեությունը ավետարանը մեղմ է։ Քաջարժում է, համբերում է, խրատում է, աղոթում է, բարեխոսում է, ծառայում է, նվիրվում է։ Նահատակությունը քրիստոնեության ներսը ինչ է, ավետարանը քարոզել հետևանքով կյանքն է տալի։ Բայց այսօր իսլամ աշխարհը որքան այդ մարդկանց թերոր անում, սպանում է, ջարդում է, եւ ուրիշ կրոններ շատ ժամանակ այդպեսի։ Եվ դրա համար Տերոջ խոսք ասում է այն ժամանակ, որ Իսմայելը Աբրահամի մոտ երկու երեխա ուներ, մեկը Իսահակն էր, մյուսը Իսմայելն էր, Իսմայելը Հագարից էր, այն մեկը Սարայից էր։ Իսահակը խոստման զավակ էր, Աստված խոստացել էր Աբրահամին, խոստման զավակ էր, բայց Հագարից ծնված այդպեսի չէր։ Ասում է Իսմայելը մեծացել էր, սկսավ Իսահակին ծաղրել։ Երբ որ ասում Սարան է տեսավ շատ նեղվավ, Աբրահամին ասավ այս ծառային ու աղախինի տունից դուրս արա, նրանք չեն կարող Իսահակի հետ ժառանգել են։ Այսինքն այդ աշխարհիկ բնությունն է, աշխարհիկ բնավորությունն է, որ ծաղրում է, արհամարում է, սպանում է։ Այսօր եկեղեցուն հարցակվում է, եկեղեցուն քննադատում է, ամենափոքրիկ սխալները highlight անում, եկեղեցուն հարցի տակ է բերում։ Բայց ինքը աշխարհ որ մեղքի ներսնա ու գողության ներսնա ու խավարում հազարավոր մեղքերով ու տրություններով ու մարդասպանությունով բռնված է, եկեղեցին չի մատադրում highlight անի մեկ-մեկ դրանց ասի։ Իրանց ամբողջ երկրպագոնները, հետևորդները կամ մտրանք, որ իրանց ամեն կուրքերն են ու սիրելի մեկեր իրանց կյանքեր ուսումնասիրեք, հազարավոր ծռություններ, ամուսնալուծումներ, 20 անգամ ամուսնացել են, բաժանվել են, ոչ մեկը մատ շնորհքին մարդի նման մատ կյանք չեն ունեցել։ Եվ դրանք գալիս են եկեղեցուն ծաղրում են, արհամարում են եւ եկեղեցու սրբությունը հարցակննում են։ Բայց եկեղեցին Տերոջ համար Քրիստոսի հարսն է, նրա կողմից սիրված է, իր աստվածային բնություն ունի, մեղմ է, համբերող է, քաղցր է, ներող է, բարեխոսող է, համբերող է, եւ դրանց օգնում է դերևս խավարից կան լույս, որպեսզի Տերոջ լույսը նրանց վրա ծագե եւ առնեն հավիտենական կյանքը։ Եւ մենք այդ ամեն ունենք Տերոջ շնորհիվ, իր փառավոր ներկայությունից։ Եւ այդ աստվածային բնությունն է, որ եկեղեցու վրա կա։ Եվ մենք իմանում ենք, որ Դավիթյանական կյանքի համար կանչվել ենք, եւ Տերը այդպեսով երկինք գնաց, փառքով էլ հետ կգա։ Եվ այդ փառավոր Տերը իր ամբողջ ծրագիրը, այն որ մեր ժամանակ Հիսուսը գետնում էր, այսպեսի կարող ենք ասենք, մի հատ տեղ ուներ, Աֆիս ուներ, այդ Աֆիսում նստած էր, ամեն գործերն անում էր, ինչպես այսօր շատերը Կալիֆորնիայից այդպեսի տեղեր ունեն, որ տեղափոխվում են ուրիշ տեղեր, այդմեն Տեքսաս, ուրիշ տեղեր, որ ավելի տաքսի բանի կողմից հանգիստ են։ Հիսուսը այդ Աֆիս վերցրավ, տարավ երկնքում, Աստծո այդ ձեռքը նստեց, հալելույա, եւ ընդեղած տիրապետում այն ամեն վիճակների վրա։ Եվ այդ փառավոր կացությունն է, գիտեք, տենց որ ասամ երկնքում մի ճշմարիտ տեղ կա, աթոռ կա եւ ընդդեմ Աստծո աջ ձեռքում Հիսուս ընդեղ հոգեբոր նայվածքով այդ քահանայություն ունի, որ հավիտենական քահանայություն է անում ընդդեմ մեզ համար։
Քահանաներ 5 տակարանում քահանայապետը տարին մեկ անգամ մատաղանելով իր մեղքերի համար, ժողովրդի մեղքերի համար վախու դողով երթում էր Սուրբ Սրբոցը, որ Աստծո ներկայությամբ բարեխոսեր։ Եվ շատ ժամանակ իր ոտքին մատ թոքին կողմում մատել զանգակեր կողմված զանգեր, որ ընդ որ քայլում էր այդ զնգզնգոտ ցույց է տալու որ քահանապետ հալա սաղ է, եթե մի փոք երկար էր մնում ընդ իմանային որ սաղ է։ Բայց եթե երկար մնար ու այդ զանգակի ձայնն էլ չգար, կայլա մեռած էր, ոչ ոք չէր կարող էթարներ։ Էթարներ Աստծո ներկայության կրակը իրան մեջտեղից կտաներ, մահվան պատճառը կլիներ։ Այդ թոկով եկե քաշեին իրան Սուրբ Սրբոցից դուրս բերեի։ Իմանում էի։ Այսինքն Աստծո ներկայությունը այդպես սուրբ է եւ ոչ ոք չէր կարող էթար։ Եվ Հիսուսը մեղքերի քավություն բերելով այդ իրավունք տվա որ մենք հավատքով համարձակությունով այդանք Աստծո ներկայության որպեսզի զավակներ աղոթենք, բարեխոսենք, դրան փառավորենք։ Բայց հիմա Հիսուսը երկնքում Աստծո աճերքը ամեն օր եւ ամեն վայրկյան եւ տարվա 365 օրը Աստծո ներկայությանը մեզ համար բարեխոսություն անում, որ ամեն օր մենք Աստվածային փառքը, շնորհքը, թողությունը, ողորմությունը վայելենք։ Եվ իր գործը փառավոր է։ Եվ այդ փառավոր Տերը այո երկնքումն է։ Եվ դրա համար ասում մեկ անգամ մատաղ եղավ միջև հավիտյան մեղքերի թողություն բերավ։ Եվ ամեն իր հավատացողների համար հավիտենական փրկություն պատրաստեց։ Ուրեմն նա փառավոր Տեր է, նա Հայր Աստծո աջ ձեռքումն է, իշխանության ներսը, փառքի ներսը։ Այն ժամանակ որ դեպի խաչն էր գնում, ինքը աղոթեցավ Հայր այն փառքը, որ աշխարհի սկզբից առաջ ունեի, այդ փառքը տուր ինձի։ Եվ այդ ձևով, երբ որ Հիսուս համբարձվեց, այդ փառքը հագավ, գնաց այդ փառավոր տեղ, բայց այս անգամ ավելի գերազանց պատիվ ստացավ։ Մի անուն տրվեց իրան, որ ամեն անունից բարձր է։ Երկնքում ամեն դասերը, ամեն կազմերը, ամեն տերությունները, հրեշտակած պետությունը, գիտեք, երբ մենք ասում ենք Գաբրիել հրեշտակ, նա հրեշտակ չի, նա հրեշտակ կա պետ է, որ միլիոնավոր հրեշտակներ իր իշխանության տակ է։ Կամ տարբեր հրեշտակներից, որ Սուրբ Գիրքը խոսում է, դրանք հրեշտակապետներ են, որ մեծ խումբեր, միլիոնավոր խումբեր հրեշտակներ են կառավարում։ Եվ դրանք անուններ ունեն երկնքում, որ ամեն հրեշտակները տենց հարկում են։ Հիմա Հիսուսի անունը այդ ամեն անուններից ավելի բարձր։ Եվ ամենտեղ հարկված, սիրված, եւ ասում է Հիսուսը, գիտեք Սուրբ Երդության խորհուրդը ձեզ ասամ։ Սուրբ Երդությունը էսենց է, որ Հայրը Սուրբ Ոգին Հիսուսը բնությամբ մեկ են, աստվածային բնություն ունեն, բայց միշտ որդին հնազանդ է հորը։ Այս մատ օրենքը որ Սուրբ Երդության ներսը կա։ Այդ որ ասում է Հիսուսը հնազանդում է հորը եւ Հայրն էլ վստահում է Հիսուսին ամբողջ դատաստանը տալիս է Հիսուսին։ Դրա համար նրան ամենաբարձր անունը տվավ, որ ամեն ինչ նրա անունին ենթարկվե, նրա իշխանությունին ենթարկվե։ Եվ այդ անունը, այդ Տերը մի օր փառքով կվերադառնա այս երկնքում եւ 110 Սաղմոսում գրված է, որ իր թշնամիները իր ոտների պատվանդան կգցվեն։ Էդիկ հիմա Հիսուսը դեռևս չի կատարվել։ Էդիկ այն ժամանակ որ փառքով Տերը վերադարձավ եւ դատաստան եղավ իր թշնամիներ կգնե իր ոտքերի տակը։ Այն ժամանակ որ Պետրոսը քարոզում էր հրյաների առաջնորդների համար, ասում է որ Հիսուսը որ հարություն առավ, Աստված նրան ընդունեց երկնքում եւ ամեն անունից բարձր անուն նրան Քրիստոս եւ օծյալ սարքեց, երբ որ այդ էր քարոզում հայտնի էր հրյաների առաջնորդներն իմանում էին որ 110 Սաղմոսի համաձայն իր Նամիները պետք է իր ոտքերի տակ ընկնեին։ Այսինքն Հիսուսն ասում էր ով հրյաների պետեր, դուք որ Հիսուսի խաչակ, նրան սպանեցիք, դուք մեղավորներ եք եւ շուտով Հիսուսը կգա եւ նրա ոտքերի տակ կընկնեք։ Եվ այդ էր որ թե նրան սարսափ էր պատճառում, թե ջղայնություն էր պատճառում։ Բայց իրականությունն այդ է։ Մի օր Տերը փառքով կգա եւ ամեն սուտ կրոնները, ամեն անաստվածները ամեն գիտնական սուտ մեկերը, որ ճշմարտությունը ուրանում են, նրանք Հիսուսի լույսն ու փառքը կտեսնեն եւ ամեն լեզուները, որ իր հակառակ խոսացել է կպապանձվի եւ ամեն թշնամիները կգնեն իր ոտքի տակը եւ կտեսնեն, որ նա Տեր է,
եւ այդ անունը բարձր անունն է եւ ամենասուրբ օրհնյալ անունը Հիսուս